Բարգավաճ Հայաստան կուսակցությունը ծնվել է Բաղրամյան 26-ում Ռոբերտ Քոչարյանի խավորությամբ եւ я тебя породил, я тебя и убью։ Մարդը, որը օլիգարխ է եւ որի կարողությունը համադրության մեջ է երկրի պետական բյուջեի հետ, չի կարող գործել որպես ընդդիմադիր։ Իշխանությունների շատ խիստ քննադատելով Քոչարյանը որոշի հաջորդ նախագահականից եկնել։ Ես Ռոբերտ Քոչարյանին ձայն չեմ տա։ Ի վերջո, մարտի 1-ի պատասխանատուն մենք դեռ չենք որոշել ով է։ Ես ընդհանուր առմամբ ենթադրում եմ, որ առաջինը այդ ելույթից ինձ մի բան է հետաքրքրում, որ սա կկիրառվի արդյոք ողջ քաղաքական սպեկտրի վերաբերյալ, այո, որ այլևս օլիգարխները քաղաքական դաշտը թողեն քաղաքական գործիչներից։ Դա դրական ուղերձ է եւ լավ կլիներ, ճիշտ կլիներ, ընկալելի կլիներ սկսվեր ինքնամաքրմամբ։ Ես տեսա այդտեղ բավականին կոնստրուկտիվ միտք եւ միայն կարող եմ ողջունել։ Նա լինելով նախագահ գիտի ինչ կարելի անել եւ ինչ չի կարելի անել։ Նա այսօր հուշեց թե ինչ չի կարելի անել եւ մի արա։ Բայց դե ընթացքը այլ բան է ցույց տալիս։ Որպես կանոն նման ընթացքը, նման մոտեցումները ոչ մի լավ բանի չեն բերելու։